ամբողջ երկրով մեկ սրբազան պայքարի ակտիվիստների, աջակիցների, ընդդիմադիրների տներում հիմա փնտրում են Փաշինյանի վախերը։ Ու այնքան շատ են, որ բոլոր տեղերում գտնվում են դրանք։ Պարոն Մամիկյանյան, երեք իշխանությունները ինչ էին հրապարակվել իշխանական ԶԼՄ-ում ձեր տեսակետից։ Ես զարմանում եմ, ինչ եք տենց հեգնանքով վերաբերվում Վահագն Ալեքսանյանի մի ողջ գիշերվա աշխատանքին։ Մարդը մի գիշեր նստել, այդ ապուշությունները գրել է, հետո տպել է, հետո սկան արել, դրել է իր CVK-ում, չի չեք գնահատում այդ աշխատանքը։ Իրենք ասում են, իրենց ընդդիմության ներսից են իրենց այդ թուղթը։ Իրենք նաև ասում են, որ Արցախը չեն հանձնե հետո, բայց հանձնել են, չէ՞։ Սիրելիներս, այսինքն չէ, իհարկե, ինքը ընդհանրապես իրականացնողն է, մենք տեսնում ենք այնինչ բնորոշ է բոլոր ավտորիտար երկրներին, ես ներողություն եմ խնդրում, բայց Գալստյան Դավիթը նույնպես հաց է կանչվել։ Այո, Արցախի Գալստյան Դավիթ Արցախի պատգամավոր։ Այս պայդրությամբ հայտնի է հետևյալը, որ այստեղ իրականացվում է քննչական գործողություն, ներգրավված է նաև ԱԱԾ-ն, իմ ունեցած տեղեկություններով ամենայն հավանականությամբ չեմ ուզում վատ նորություն առաջինը հայտնողը լինեմ, բայց ամեն ինչ տանում է նրան, որ Բագրատ Սրբազանի նկատմամբ կալանք կկիրառվի եւ կարծում եմ մնացած մեր պայքարի ընկերների նկատմամբ նույնպես եւ տոտալ Արտուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, ես խոսում եմ ազգային ժողովի պատգամավոր Արտուր Սարգսյանի եւ Դաշնակցության գործադիր Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի եւ Լիդիայի Մանթաշյան մի շարք մեր այլ պայքարի ընկերների տներում իրականացվում են խուզարկություններ կամ արդեն իրենց տանում են ԱԱԾ-ը։ Ինչ է կարծում, որ կալանք է լինելու, եթե ինչ են գտել կամ ինչ ինֆորմացիա ունեն, որ կալանք է դա տանում։ Իսկ ինչի Նիկոլի Հայաստանում չէ բան պիտի անես, որպեսզի կալանավորվես։ Պիտի հայրենասեր լինես, պիտի քո արժեքների համար պայքարես, այս բոլոր նշած մարդիկ այդ ամենը անում են։ Չէ, ես Նիկոլի Հայաստանում ոչինչ չեմ բացառում։ Չեք բացառում, որ եւ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին կարող են տանել կալանք։ Ես չեմ բացառում, որ Հայաստանի Հանրապետության բոլոր հայրենասերներին ինքը փորձել է կալանք տանել, բայց մեր բոլոր պայքարի ընկերների ու մեր բոլոր հայրենակիցների համար Հայաստանում այդքան բերդ չկա, որ բոլոր հայրենասերներին կարողանան պահել։ Եթե հարցնում եք ինձ որպես մեր ուժի անդամ, չէ, մենք ամեն կերպ կպայքարենք եւ այս տարիների ընթացքում բոլոր նրանց հետ ում հետ պայքարի մեջ ենք եղել, իմ կարծիքով իրենց սա ոչ կվախեցնի, ոչ էլ կկանգնեցնի։ Կարող է դառնալ տրիգեր, աջակցություն է պլանավորում։ Հավաքագրեն Կներեցեք մեկ վարքյան, կարող է դառնալ տրիգեր հանրային գեներացիայի համար նոր ընդդիմադիր շարժման համար։ Գիտեք, ես հիմա ձեզ եմ դիմում եւ մեր հայրենակիցներին, էլ ինչ տրիգեր է մեզ պետք։ Արցախը հանձնել է, մեր երկրում ադրբեջանցիները արդեն մի քանի տարի է մեր սուվերեն տարածքում են 21 թվականից մինչև այսօր։ Միջնորդը Ադրբեջանի հետ հարաբերությունների Թուրքիան է, կաթողիկոսի վրա եւ եկեղեցու վրա արշավ է սկսում։ Էլ ինչ տրիգեր։ Ես իրոք այդ տրիգեր բառի իմաստը արդեն չեմ ասում, Նարեկ ջան մի վարքյան պատասխանում այստեղ հարցին ու կորզացնում։ Կոմիտեի հայտարարության վերաբերյալ ասում եք 25 թվականից սկսած 1000-ից ավել անձ եք ներգրավել, որպեսզի ահաբեկչություն ընդդիմություն։ Էգ, ես էլ եմ անցնում։ Հարց չկա։ Տարբերություն չկա։ Ընդդիմադիր գործունեություն ծավալող յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ քաղբանտարկյալ է, այնպես որ ես չեմ զարմանում ձեր ձևակերպումից։ Երբևէ 7 տարիների ընթացքում որևէ հակաօրինական կամ հակասահմանադրական գործողության մասին որևէ քննարկում չեմ լսել, սրբազան պայքարը ներառյալ։ Լսում եմ Նարեկ ջան, եթե հարցում եք։ Պարոն Մամիկյանյան, այդ հաղորդագրությունը քննչական կոմիտեի, որ առավոտյան տարածվել է, ծանոթ եք։ Դուք բացառում եք, որ այդպիսի մի սցենար փորձեր որևէ շրջանակ կյանքի կոչել ընդհանրապես Հայաստանում, թե ոչ, օրինակ հաշվի առնելով, որ մենք ժամանակին ունեցել ենք, հա, նման դեպքեր, երբ որ օրինակ պետական կառույցներ են գրավել։ Ունեցել ենք, այո, այդպիսի դեպքեր, ու այն մարդը, որ այս պահին գրավում է վարչապետի պաշտոնը, առաջինն էր, որ մտել էր այդ գրավված պետական օբյեկտը։ Նորից եմ ասում, որ ես այս 7 տարիների ընթացքում երբևէ որևէ հակասահմանադրական գործունեության կամ պլանների մասին չեմ լսել, ներառյալ սրբազան պայքարի շրջանակներում։ Ուստի խոսել դրա մասին, ես ձեզ չեմ թիրախավորում, ուղղակի նախադասությունն եմ ասում, Բագրատ Սրբազանը, հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս, նման բան ահաբեկչություն էր ծրագրել, ասենք
ինչ-որ սահման պիտի լինի, էլի, աբսուրդի, մարազմի սահման պիտի Պարզապես լինի։ մենք հիշում ենք, որ ընդդիմությունից Վազգեն ինչ ոնց էր հասկանում, վարչապետի տեխնացու էր։ Հա, ներողություն, Վազգեն Մանուկյանը ասում էր, որ եթե պետք լինի, նաև կառավարական շենքեր գրավելով կհասնենք իշխանության։ Նախ Նարեկ ջան, ես խնդրում եմ ամեն դեպքում Հայաստանի պաշտոնաթող վարչապետի եւ Հայաստանի կայացման գործում կարևորագույն ազդեցություն ունեցող Վազգեն Մանուկյանի մասին խոսելից, սա ընդամենը մեկ դրվագ ա եղել իր քաղաքական ելույթից, դրանով առկա է դատական գործ, որը եթե չեմ սխալվում, արդեն ավարտին է մոտենում, այնպես որ բացարձակ ելույթի ժամանակ հնչեցված որևէ կոչ չպարունակող, որևէ հակա իրավական գործունեություն չպարունակող հայտարարությունները խնդրում եմ չվերագրել ընդդիմադիր պայքարին որպես այդպիսին։ Այս տարիների ընթացքում ձևավորվել է մի միջազգային ֆենոմեն, աշխարհում տենց բան ես չէի տեսել։ Մեր երկրում ընդդիմությունը ավելի պետական, ամետական իշխանություններ։ Պարոն Մամեջանյան, հենց այս համատեքստում, երբ օրեր առաջ իրավապահների սպասում էին դարձյալ Սրբազանի կեցավայրում եւ մի քանի տեղերում խուզարկություններ են եղել, ադրբեջանական մամուլը հրճվանքի մեջ էր, ասում են ռևանշիստական ուժերը հարձակման են ենթարկում եւ այլ։ Հնարավոր է, որ սրա հետևում նաեւ դրսի պատվեր կա։ Դուք գիտեք, որ ես չափից շատ եմ խարգում մեր հեռուստադիտողներին, մեր ունկնդիրներին, որպեսզի չճշտված տեղեկություն ասեմ, դրա համար եկեք տրամաբանությամբ միասին գնանք։ Մեկ ամիս առաջ Փաշազադեն, ով կրոնական առաջնորդն է մուսուլմանների Հարավային Կովկասի, հայտարարություն է տարածում, որ անհրաժեշտ է ինչ-որ հիմարություններ, էջմիածին եւ այլն, որից մի քանի օր հետո սկսում է այս խայտառակ արշավը առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Ոնց է ստացվում, որ ռևանշիստ մեզ անվանում են ադրբեջանցիները, թուրքերը եւ Փաշինյանը ու իր խմբակը։ Ուստի ես չունեմ ոչ մի տեղեկություն, ոչ մի կոնսպիրոլոգիայի ապացույցների չեմ տիրապետում, բայց պարզ տրամաբանություն ունեմ։ Ոնց որ թե Ադրբեջանի, Թուրքիայի եւ Փաշինյանի ջրերը առնվազն մի առվով են գնում, եթե չխոսենք հստակ ցուցումներից եւ ուղղորդումներից։ Մի հարց է, պարոն Մամեջանյան, դուք ձեր թեւը, այսինքն Հանրապետական կուսակցության իմպիչմենտի թեկնածու ունենալու հետ զուգահեռ պարբերաբար հայտարարություններ անում, որ պայքար է սկսում կամ արդեն սկսել է։ Հնարավոր է, որ այս առիթը, այսպես կալանավորումները, ձերբակալությունները պատճառ դառնան եւ դուք հենց հիմա այս ամառվա տապին սկսեք այն գործընթացը, որին դուք ասում եք, որ Գիտեք, Տիկին Բադյան, մեզ տապը եւ անձրևը այդքան էլ ճիշտ ասած չի հետաքրքրում, բայց այն ծրագիրը փողոցային պայքարի, որի մասին խոսել է նախագահ Սարգսյանը, այս կամ այն դրսևորումներով արդեն իսկ տեսել եք դրա տարբեր իրադարձություններ։ Ես չեմ ուզում օգտագործել առիթը ասելու, թե ինչ փողոցային միջոցառումներ են իրականացվել։ Տրամաբանությունը հետեւյալն է։ Այն ինչ անհրաժեշտ է բոլորիս, այսինքն Փաշինյանի հեռացումը։ Դրա համար անհրաժեշտ է իրականացնել բոլոր գործողությունները, որոնք համադրությամբ արգելված չեն։ Ձեր հարցին ի պատասխան այդ աշխատանքները արդեն իսկ տարվում են։ Պարզապես դրանից մի մասը տեսանելի է, մի մասը տեսանելի չէ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ աշխատանքները չեն դադարել փաստացի ոչ մի բան։